Վայ, ժողովուրդ, նոր ես հասկացա, այսքան ժամանակ ես չէի հասկացել դուք ինչ եք հա ասում, դուք հա կրկնում եք, Էռնա դու իրա գրածը տեսել ես, Էռնա տեսել ես ոնց ա գրել, բռնցնեմ բնբուլները հանեմ օդ, Էռնա տեսնում ես ինչեր ա գրել, ես էլ լուրջ իսկականից նենց անտեսում էի եսի, որտեվ մտածում էի մի ուրիշ բան եք ասում, որտեվ այս իհարկե ես տեսել եմ, դուք սա նկատի ունեք բռնության ուժ, ժողովուրդ, դե տեսնում եք, մենք լրիվ տարբեր բաներից ենք խոսում, քանի որ ես այսքան տարի հետևում եմ Արտուրին, իմ մտքով չի անցել, որ դուք սա որպես բռնության ուժ եք ենթադրել, ու դուք տեսաք ինքը ոնց էր խոսում, դուք տեսաք, որ Արտուրը բավականին հավասարակշռված մարդ ա, նորմալ էր խոսում, ու եթե ճիշտը խոսակ, եթե հոլովակը նայեք, Նիկոլը սկսեց ավելի շուտ կորցնել իրան ու Նիկոլն էր իրա վրա հարձակվում, Արտուրը անգամ մինչև վերջ ավելի իրան զուսպ էր պահում, իսկ ես բնբուլներ հանելը ժողովուրդ, բռնության հետ ոչ մի կապ չունի, նկատի ուներ, որ կոնկրետ հարցերը դնելու եմ իրա առաջ, ես այսքան տարի իրան գիտեմ, դրա համար իմ մտքով ուրիշ բան չի անցել, դուք հա ասում եք, ես էլ հա մտածում եմ, ժողովուրդը ինչ է խոսում, ինչ բռնություն, ուր բռնությունը, ուր Արտուրը, ժողովուրդ, հիմա կարող ա ես էլ մի անգամ ջղայնանամ, այսենց մի հատ գրեմ նկատի ունենալու, որ հանդիպեմ ու երես առ երես հարցեր տամ, կոնկրետ հաղթեմ բանավեճում, այդ ձևով, ուրեմն դուք ինձ էլ հա կասեք բռնություն էիր ուզում անեիր, ժողովուրդ, սա վաբշե ստեղ տենց բան չկա, ինքը հիմա հացադուլ ա ունում, ու ինքը ժողովուրդ, անօրինական ա բռնված, մենք դիմոկրատիա ունենք, բայց այս դեպքը լրիվ անօրինական ա, լրիվ անօրինական մարդուն բռնել են, ինքը ոչ մի բռնության դեպք չի ցուցադրել ընդեղ, այս գրածում ընդհանրապես չկա բռնության, իրան մտքում չի եղել ու տեսեք ինքը իրան ոնց էր պահում, բռնություն հրահրող մարդը բա տենց կկանգներ ու կխոսար կոնկրետ սաղ ստատիստիկայով ամեն ինչով, ինքը դա նկատի ուներ, դա լրիվ աբսուրդային ա ու ինքը հիմա պոլիտիչեսկի բռնված ա, ինքը հիմա պոլիտիչեսկի ուզնիկ ա, մենք ունենք դիմոկրատիա, բայց մենք ունենք պոլիտիչեսկի ուզնիկ, սա այդ դեպքն ա, այն մարդկանց բռնեք, ով որ իրական բռնություն ա հրահրում, ինչեր են գրում, մարդկանց փողոցում կանգնացնում են հարց են տալի, այնքան կեղտոտ բառերով են խոսում, մարդ չի ուզում լսի էլ, այնքան կեղտոտ բերան ա, ես ձեզ ասեցի, հայ աղջիկներ կան, պետության մասին, Նիկոլի մասին, ղեկավարության մասին, ընենց կեղտոտ հայհոյանքներով են խոսում, ես տենց բառ չեմ լսել դաժե տղերքից, իրանց կարգի հրավիրեք, հələ ես չեմ էլ ասել իրանց բռնեք, իրանց ասում կարգի հրավիրեք, մի հատ շտրաֆ արեք, մի բան արեք, թող խելքի գան, տենց չխոսան, թող իրանց կարծիքը հայտնեն, ոչ մեկ չի ասում, օրինակ ես դեմ եմ, գիտեք, Նիկոլի քարտեզին, ես դրա մասին հոլովակ եմ արել ու ինձ դուր չի գալիս, որ ինքը այդ քարտեզը բոլորիս վրա զոռով կապում ա, ինձ դա դուր չի գալիս, բայց ես ասում եմ իմ կարծիքը, իսկ հայհոյանք, անպատվել, ես անգամ Քոչարյանին, որ այդքան չեմ սիրում, մի անգամ կեղտոտ բառ չեմ ասել իրա հասցեին, ու հակառակը, երբ որ հակառակորդները, նիկոլականները իրա ընտանիքին կպնում են, ինձ շատ տհաճ ա, ահա որ տհաճ ա, որ սկսում են ընտանիքը այսենց բմբուլահան անել, այ տոչն նուն, ոնց էր Արտուրն ասում, այ տենց նիկոլականները Քոչարյանի թոռներին բմբուլահան արեցին, ես մի հատ հոլովակ նայեցի, ես ամաչեցի այդ տղու փոխարեն, ես հասկացա ինքը նիկոլական ա, ժողովուրդ շատ տհաճ էր իրան պահում ու շատ ամոթալի, կպել էր Սիրուշոյի երեխուց, ասում ա կյաժմազերով ա երեխեն, ինչի երեսը չի ցույց տալի, հաստատ ռուսի երեխա ա, այդ իրանց երեխեն չի, այդ ռուսի երեխա ա, ես չեմ պատկերացնում, ժողովուրդ, ես սենց բան չեմ պատկերացնում, ոնց կարելի ա
մտնել ուրիշի երեխուն, ասել քո երեխեն չի, վերցնովիա, հայ չի, ռուսա, ինչի երեսը չես ցույց տալիս, տո տնաշեն, քո պատճառով չի ցույց տալիս, որ դու տենց ատելություն, մի անգամ չասել, ժողովուրդ իրա հոլովակը մի 7 րոպե էր, ես մի 5 րոպե նայեցի, ինքը 5 րոպե այդ երեխու մազերի գույնն էր քննադատում ու ասում էր, որ չի ցույց տալի, որտեղ իրանցը չի, ուրիշից են վերցել, դա ռուսի երեխա է։ Լսեք, անգամ եթե երեխուն իրանք չեն ունեցել վերցնովիա, դուք ինչի եք դրա մասին ընդհանրապես խոսում, մտածում, բայց այդ մարդիկ իրանց երեխեքին ունեցել են, ինչի եք այդ հնարել ուրիշի ընտանիքին հետապնդում ու փնովում ու վարքաբեկում տենց բառերով, ես չեմ հասկանում դա, ահա որ տհաճ է, բայց ես էլի ոչ մի անգամ կեղտոտ բառ չեմ օգտագործում, ոչ այս տղու նկատմամբ, ոչ այն Քոչարյանի, ոչ հակառակորդների, Արտուրն էլ ոչ մի անգամ կեղտոտ բառ չի օգտագործել, դուք այն աղջիկներին թողել եք, որ ամենակեղտոտ բառերն են ասում, ուղղակի չենք կարողանում լսենք, էլի եմ ասում, թող քննադատեն, բայց տեղին քննադատեն ու նորմալ քննադատեն, ոչ թե կպնեն ընտանիքների կամ Նիկոլի երեխեքին էլ են դնում ամբողջ օրը քննադատում են, արդեն իսկականից հոգնել եմ ձեր երեխեքի մասին լսելը, մի մտեք, էլի ուրիշի ընտանիքի մեջ մի մտեք, բայց Արտուրը ընդհանրապես տենց բան չի արել ու այսքան մարդու մեջից իսկականից ապշած վիճակ է, այս ամբողջ երկրում, որ արդեն վարչապետը քո առաջվա պրեզիդենտին ասում է, չէ հակառակը, հա, Քոչարյանը առաջվա պրեզիդենտը այսօրվա վարչապետին ասում է համբալ, վարչապետն էլ առաջվա պրեզիդենտին է ասում համբալ, հասել ենք արդեն դրան, ուրեմն իրանք իրար այդ աստիճանի բարձր աստիճան մարդիկ իրար ասում են համբալ, դուք ասում եք ասել է բմբուլները, դուք տեսաք Արտուրը ոնց էր խոսում, այդ էր իր ասած բմբուլները, այդքան էր ինքը երբ որ ասում էր բմբուլները հանեմոտ նկատի ունեն, այսենց հարցերը վերցնեմ դնեմ առաջը, հես էր տեսաք, ուր էր այնտեղ ուրիշ բան, բռնություն вообще չկա, ու տենց կպած ասում եք, չէ, այդ ասելա պետքա նստի, բա ուր է մեր դիմոկրատիան։ Ես ահա որ ապշած եմ ժողովուրդ ձեր պահվածքի վրա, դուք սրա համար, ես սրա համար չեմ հեղափոխություն արել, ես հեղափոխություն սրա համար չեմ արել, ու դուք էլ սրա համար չեք արել, վաղն էլ ձեզ են անելու, ժողովուրդ, էլի ես եմ ձեր համար խոսալու, վաղը որ ձեր հետ մի բան եղավ, դուք գնացիք ու ձեր հետ մի բան եղավ, ես էլի ձեզ պաշտպանելու եմ, բայց ձեր նման մարդիկ գալու են ասելու են չէ Էռնա, թող գնա նստի, տենց չպիտի աներ, ժողովուրդ իրար նստացնելու համար ենք մենք այս ամեն ինչը արել։